Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում հաճախ անհրաժեշտություն է առաջանում երկու բիզնեսների միջև վերադարձնել ձեռք բերված ապրանքը, բայց դա պարզվում է այնքան էլ հարթ գործընթաց չէ։ Գործող օրենսդրությամբ հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածում նշվում է, որ գնորդ բիզնեսը իրավունք ունի վաճառող կողմին հետ վերադարձնել ապրանքը, եթե այն պիտանելիության պահպանման ժամկետ ունեցող ապրանք է։ Օրենքը թույլ է տալիս ապրանքը հետ վերադարձնել միայն դրա ընդունման պահին, ինչը մի շարք խնդիրներ է առաջացնում։ Հարցը քննարկվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստում։ Օրինակ ավտոմեքենայի շարժիչները կամ այլ նմանատիպ տարբեր ապրանքներ կան, որ ընդունման պահին ուղղակի հնարավոր չի ստուգել։ Դրա ստուգելու համար պետքա ժամանակ, այսինքն ընդհանուր պետքա օրեր, որպեսզի այդ օրերի ընթացքում պարզվի արդյոք այդ ապրանքը սահմանված որակական հատկանիշներին համապատասխանում է, թե չէ։ Խնդրահարույց է նաև այն, որ որոշ ոլորտներում գնված ապրանքն ընդհանրապես հետ վաճառել չի թույլատրվում, այլապես վաճառողի հարկման ռեժիմը կփոխվի։ Հիմա մեր առաջարկը կայանում է նրանում, որ այդ դեպքերը շատացնենք, որ իրական կյանքում ինչքան որ դեպքեր կա, հնարավոր լինի ճիշտ փաստաթղթավորել, որտեղ եթե ճիշտ չենք փաստաթղթավորում, ինչ են անում, այն մյուս բիզնեսը, որ պետք է ապրանքը վերադարձնի, ինքը հետ վաճառք է անում։ Ու դրա արդյունքում որոշ դեպքերում առաջացնում է բիզնեսների մոտ դիսկոմֆորտ, այսինքն օրինակ ավելորդ շրջանառություն է առաջանում, որի հետևանքում ավել հարկ են մուծում, այնինչ ընդհանրապես ապրանքը հետ է տալիս, ինչի պետք է հարկ վճարի։ Նիստի շրջանակում այս խնդրի լուծման համար առաջարկվեց փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածում եւ ապրանքների հետ վերադարձների ճշգրտման դեպքերը ավելի լայնացնել։ Օրինակ ՏՏ ընկերությունները այդ ինչ-որ մեծ սարքավորումներ են գնում, հետո հետ են վաճառում, որպեսզի իրանք օգտվեն ՏՏ արտոնություններից, պետք է իրանք ընդհանուր եկամտի մեջ 90% եւ ավելը լինի ՏՏ գործունեություն, բայց ինքը եթե օրինակ մեծ սարքավորումներ առու հետ է տալիս, կարող է այդ պրոպորցիան խախտվի ու հետեւաբար չկարողանա օգտվի այդ ՏՏ արտոնություններից։ Քննարկման ընթացքում խնդրի մասով կար փոխըմբռնում, մի շարք այլ հարցեր նույնպես բարձրաձայնվեցին, այդ թվում ապրանքը հետ վերադարձնելու դեպքում որ կողմի համար երբ է ծախս ճանաչվում, երբ եկամուտ։ Կայացվեց որոշում, որ աշխատանքային հանդիպում լինի, ոնց որ այդ կարգավորումները տեխնիկական նույնպես ոնց որ որոշենք ու ոնց հասկացանք ընդհանուր բավականին դրական եզրակացություն հույս ունենք, որ շուտով այս օրենսդրական նախաձեռնությունը ուժի մեջ կմտնի։